Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Էրդողանի կրոնամոլեռանդության բումերանգը։ Մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր նստավայրում ներկայանալի ընդունելություն է կազմակերպել ի նշանավորումն Մուհամմեդ Մարգարեի ծննդյան տարեդարձի։ Ելույթ ունենալով ներկաների առաջ նա ցուցաբերել է աստվածաբանական գիտելիքներ եւ կրոնական ջերմեռանդություն։ Թուրքիայում քաղաքական Իսրայելի լեգալացման նպատակահարմարություններից խոսում են բավական երկար ժամանակ, տեսակետ կա, որ հարց կարող է լուծել նոր սահմանադրության հանրաքվեով։ Միջազգային մամուլը վաղուց է արձանագրել, որ Թուրքիան այլևս այն աշխարհի արևմտամետ երկիրը չէ, որ հռչակվել է Մուստաֆա Քեմալը։ Վերլուծաբանական տեսակետ կա, որ Էրդողանը բոլորովին էլ կրոնամոլեռանդ չէ, նա ընդամենը փորձում է իսլամական համերաշխության միջոցով լուծել Թուրքիայի ամբողջականության ապահովման հարցը։ Այդ հիմքի վրա է նա հռչակել ահաբեկչությունից ազատ Թուրքիա նախագիծը, որ թուրք-քրդական հաշտություն եւ համերաշխության է ենթադրում։ Այս առումով սեպտեմբերի 8-ին Իզմիրում տեղի ունեցած ահաբեկչության լրջագույն խնդիր է։ Թուրքական մամուլը հայտնում է, որ ոստիկանական տեղամասում կրակ է բացել 16-ամյա մի դեռահաս, 2 ոստիկան տեղում սպանվել են, երրորդը ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ։ Նախնական տեղեկություն, որ այն չեզոքացվել է, չի հաստատվել։ Նա տեղափոխվել է հիվանդանոց եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այն, ով կատարել է գործողությունը, ինքնությունը հայտնի է, բայց դեռ չի հրապարակվում։ Փոխարենը մամուլին հայտնի է դարձել, որ նա ծայրահեղ իսլամական է։ Սոցիալական մեդիայում սեփական ակաունտ ունի, որտեղ անհավատների դեմ ջիհադական պատերազմ է քարոզում։ Մուհամմեդ Մարգարեի ծննդյան օրվա միջոցառման ելույթում Էրդողանն Իսրայելի վարչապետ Նեթանյահուին անվանել է անհավատ մարդասպան։ Մեկ շաբաթ անց դեռահաս ջիհադիկանը հարձակվել է ոստիկանական բաժնի վրա եւ կրակ բացել։ Ըստ երևույթին դա նրա բողոքն է Թուրքիայի իշխանությունների դեմ, թե ինչու անհավատների դեմ ջիհադը չի հայտարարում։ Էրդողանի կրոնամոլեռանդական քարոզչության բումերանգն այսպիսով վերադառնում է նրան, եւ դա ավելի լուրջ փորձություն է, քան քրդական ահաբեկչությունը։